Բարի լույս։ Բարի լույս։ Հուսով եմ աղմուկ չեմ արել ու չեմ արթնացրել, չէ՞։ Դու չես արթնացրել։ Բայց ոնց որ թե էլի մարդկան քունը չի տանում։ Ում քունը չի տանում։ Նայ, Հայկն է զանգում էլի։ Սոն խնդրում եմ, էլի։ Ինձանից Հայկին ոչ մի տեղեկություն մի տուր, հա։ Մենք որոշել ենք, որ իրարից հեռու ենք մնալու։ Հարգի մեր որոշումը։ Նարե, հասկանում եմ, բայց նաև հասկանում եմ այն, որ ամեն կերպ այն ժամանակ ես էի ամեն ինչ անում, որ Հայկն ու դու հանդիպեք, խոսեք իրար հետ։ Հայկը չէր ուզում, բայց հիմա ինքն է զանգում է, գրում է, որ իմանա ոնց ես։ Երեխու մասին է անհանգստանում։ Թող տենց լինի։ Լավ, գնամ լվացվեմ ու Հայկին զանգեմ, թե չեք անհանգստանա։ Սոնա, կարող է բան ա եղել, ինչի չես պատասխանում զանգերիս։ Չհասկացա։ Ուր ես, Արմո։ Այո, պարոն Ադամյան։ Եթե Արմոն ձեր մոտ է, ասեք թող բարձրանա մոտս։ Արմոն այսօր օֆիս չի եկել։ Ինչի։ Դե չի տեղեկացրել։ Լավ։ Սոնան ինչ եղավ։ Ախմեջ կս։ Լավ ես։ Հա, լավ եմ։ Բա դու ինչ ես անում ստեղ։ Զանգում եմ, Սոնան չի պատասխանում, կարող է խոսել ես հետը։ Ես էլ եմ Սոնայի սպասում։ Իսկ դու քեզ ոնց ես զգում։ Կարող է ինչ-որ մի բան ուզես բերեմ։ Հայկ,
Հերիք է էլի անընդհատ նույն հարցը տաս, ասեցի չէ լավ եմ։ Հա հասկանում եմ, իմ համար չես անհանգստանում, երեխու համար ես անհանգստանում, բայց երեխու հետ ամեն ինչ նորմալ է։ Վայ, կներեք, ես հետո կգամ։ Չէ, Սոն, դուրս մի արի Հայկը գնում է։ Այդ դու ես որոշում։ Հա։ Սոն մի վարքյան դրսում կսպասես։ Հա։ Վայ Աստված ջան, մենակ թե հաշտվեն։ Մենակ թե իրար հասկանան ու ոչ ոք չկա չխանգարի։ Մեծ կբացատրես հասկանամ ինչի համար ես եկել։ Ու խնդրում եմ քեզ նույն բանը չկրկնես, թե իբր Սոնան չի պատասխանել զանգերի, դու էլ այնքան ես անհանգստացել, որ եկել հասել ես տեղ։ Իսկ ով է ասում, որ ես քեզ ինչ-որ բացատրություն պիտի տամ։ Այսինքն եկել հասել ես իմ հիվանդասենյակ ու չես ուզում ոչ մի բացատրություն տաս։ Հայկ, մի ժամանակ աշխարհի բոլոր հնարավոր տարբերակները օգտագործեցիր, որ ինձանից հեռու մնաս, անգամ երկրից գնացիր։ Հիմա ինչ եղավ, որ իմացար երեխու մասին։ Երեխու համար ես անհանգստանում։ Միջև երեխու ծնվելը քո ներկայությունը ու բացակայությունը ոչ մի բան չի փոխելու։ Չնայած լավ կլինի, որ ընդհանրապես մոռանաս այս պատմությունը, ինձ էլ երեխուն էլ ջնջես քո կյանքից, ու լավ կլինի դու ինքդ հետևես այն խորհուրդներին, որոնք ժամանակին ինձ էիր տալիս։ Այսինքն լավ կլինի գնաս ու էլ չգաս։ Լավ կլինի, որ մոռանաս համ իմ, համ երեխու մասին։ Ունեն ծառը, որ մեր ճանապարհները չխաչվեն։ Իսկ եթե չես կարա, ուրեմն ստիպված եմ ես հոգալ դրա մասին։ Սաթի, ալո։ Այո, Սաթի, ես մենակ եմ, կարող ես հանգիստ խոսել։ Ինչի համար ես զանգել։ Գիտես, որ հետս միշտ մարդիկ կան։ Սաթի, խնդրում եմ քեզ, օգնի ինձ երեխուս տեսնեմ, խնդրում եմ, աղաչում եմ քեզ։ Գժվեցիր։ Ես ոչ քո ընկերն եմ, ոչ էլ դաշնակիցը։ Եթե իմանան, որ ես քո հետ կապ ունեմ, ինձ էլ քո պես տնից դուրս կվռնդեն։ Թեկուս հերվից։ Խնդրում եմ քեզ, խոստանում եմ, որ այդ մասին ոչ մեկ չի իմանա։ Ես թաքուն կնայեմ, որ ինձ չմատնեմ։ Թեկուս մի քանի րոպե, խնդրում եմ քեզ։ Ինձ էլ ձեռնտու չի, որ ինչ-որ մեկը դրա մասին իմանա, ուղղակի խեղդվում եմ կարոտից։ Խնդրում եմ քեզ, ուղղակի երեխուս տեսնեմ։ Սաթի։ Չզանգես ես համարին լալա։ Սաթի։ Սաքո ջան, բարի օր։ Ես էլ ուզում եի գայի, տեսնեի հոգնած չես մինչև հիմա։ Չէ, Անիկ, շուտ եմ արթնացել, բայց տեղիցս վեր կենալ չէի կարողանում։ Ինչի, էլի լավ չես։ Լավ չեմ, Անիկ, ու ես ինձ արդեն շատ անհանգստացնում։ Անընդհատ գլխիս մեջ ինչ-որ աղմուկ կա, Վել չեմ խոսում ես գլխացավերի մասին, սպանում ա պարզապես։
Դե ամեն անգամ նոպաներիցդ հետո տենց այ լինում, այդ վիճակն է Սաքո։ Նոպա, էլ ինչ-որ բան եմ արել Անիկ։ Սաքո, դու իրոք չես հիշում։ Նույնիսկ աղոտ չես հիշում ոչ մի բան։ Ու այս անգամ ինչ եմ արել։ Ոչ մի բան մոռացի։ Անիկ, ասում եմ, ինչ եմ արել։ Ասում եմ ոչ մի բան չես արել։ Հայ դեպ գիտես, Արմոն տնից գնացել է։ Չգիտեմ այդ լավ է թե չէ, բայց դե ամեն դեպքում բոլորը գիտեն, որ Նարեն ու Արմոն ամուսնացած են։ Լավ կլիներ, երբ բարկություն անցներ տուն վերադառնար։ Այս նոր թշնամիներ պետք չեն։ Վիրավորված տղամարդուց ավելի վատ բան չկա։ Լսում ես, Սաքո։ 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 Սիրտս կանգնեց այդ տղա։ Ես ոնց դուրս եկար խոհանոցից, որ չեմ էլ նկատել։ Ու ինչ ես վախեցած Անիկ։ Ասենք թե աննկատ դուրս եկա հետո վախենում ես, որ հանկարծ մի բան կանեմ առանց մտածելու։ Չէ։ Նման բան չկա։ Ուղղակի ասում եմ, որ աննկատ դուրս եկար, ես էլ խոսում էի այդքան բան։ Անիկ, մտածում ես ես խելագար եմ, հա։ Չէ, ես երբեք նման բան չեմ մտածել, Սաքո։ Երբեք։ Հա։ Անիկ, խոհանոցում գործ էիր անում, չէ, անցի գործիդ, ինչ կլինի, գնա։ Ուղղակի Ինչ ուղղակի, ինչ ծամացրություններ ես անում, չեմ հասկանում։ Բան ես ուզում ասել, նորմալ մարդավարի ասա, հարցը տուր։ Եկել կանգնել ես այստեղ գլխից վերևը վախեցա, չգիտեմ ուղղակի, ինչ։ Ամեն անգամ ես ցավերի մեջ ես գլխացավերը գնալով ավելի անտանելի է դառնում։ Գիտեք չեմ հասկանում ես ինչ է կատարվում, ավելի զգուշավոր եք դարձել, ավելի այսպես վախեցած եք դարձել։ Հաշվարկում եք ինձ հետ, շփվեք թե չշփվեք։ Աստված իմ, ես ես ցավերի մեջ Անիկ փոխանակ դուք ավելի այսպես շրջահայացնին եք, չէ, ավելի այսպես մատերը դրել եք ցավից ու սեղմում եք ինչքան կարող եք։ Աստված սիրես Անիկ, ինչ կլինի, գնա, խնդրում եմ, գնա։ Ես անդադար մղձավանջների մեջ եմ Անիկ, երազն ու իրականությունն էլ չեն տարբերում իրարից արդեն։ Այ Անիկ, ուզ ինչ հա, ուզում ես իմանաս վատ եմ, հա, շատ վատ եմ, Անիկ։ Ինչ ասեցի, որ սենց պորտքած։ Աստված իմ ինչա կատարվում հետս։ Կարող է հենց Աստծո պատիժը սենց է լինում։ Մարդ էլ չհիշի երեկվա օրը։ Էս ինչ բան է։
ընդհանրապես խոսալուց առաջ մտածում ես, թե ուղղակի բառեր ես ասում։ Ես չգիտեմ, թե Աստված երբ կկամենա ու այս երեխան երբ կծնվի։ Բայց այս երեխան երբեք չի մեծանալու ընտանիքում, որտեղ տեսնելու է իսկական սեր։ Ու երբեք այս ընտանիքը իր համար օրինակ չի լինելու հետագա կյանքը կառուցելու համար։ Հա դու սիրել ես ինձ, ես այդ զգացել եմ։ Ես էլ քեզ եմ շատ սիրել։ Բայց փաստորեն իսկական սերեր մենակ ֆիլմերում ու գրքերում է լինում։ Մեր սերը ամենաիսկական սխալն էր։ Դու էր չէ տենց ասում։ Ես էլ հետդ համաձայն եմ։ Այդ սեր բան հիմա մի կողմ դիր։ Ինչ ես ասում, ես իմ երեխուց պիտի տեղյակ չլինեմ, հա։ Ճիշտ ես ասում, մենք չկա ու վաղուց չկա ու չի լինի։ Բայց այն, որ ես իմ երեխուց կարող եմ տեղյակ չլինեմ, մոռացի դրա մասին։ Հա, մենք չկանք ու ասեմ ավելին։ Եթե հանկարծ դու ինչ-որ մի օր փորձես կամ ուզես իմ հետ լինես, այդ ժամանակ ես չեմ ուզելու քեզ, որովհետև ես իմ որոշումը փոխել եմ։ Տենց բան չի կարա լինի։ Ճիշտ ես։ Որովհետև մենք ամենաիսկական թշնամիներն ենք։ Իմ պապան անխղճաբար սպանել է քո հորը։ Դու սպանել ես իմ աղբորը։ Ես ուղղակի պահի տակ, չգիտեմ, երևի հիմար եմ եղել, որ մտածել եմ մեր մեջ ինչ-որ բան կարա լինի։ Որ մի նորմալ, գիտակից, խելքը գլխին մարդը կսիրի իր թշնամուն, իր աղբորը սպանողին։ Դու իմ ընկերուհու նշանածն ես եղել։ Ես չպիտի քեզ ասեի, ուղղակի պահի տակ, էմոցիաների տակ ասեցի երեխու մասին, բայց այդ սխալ էր, մենք սխալ ենք արել, սխալ ժամանակին սխալ բաներ ենք արել, ես չեմ ուզում երեխուն անվանել սխալ, որովհետև ես սիրում եմ իրան, ու իր համար կամ ես, ինքն էլ կա իմ համար։ Այսինքն դու մտածում ես, որ նենց պիտի անես, որ երեխան չիմանա, որ ես եմ իր հերը, հա? Եթե դու մտածում ես, որ պիտի այդ երեխան առանց իմանալու, թե ես ով եմ մեծանա, սխալվում ես։ Հայկ ինձ կբացատրես, ինչ պատասխան ես տալու երեխուն, երբ որ երեխան մեծանա ու քեզ հարցնի, թե ինչի մենք իրար հետ չենք։ Թե ինչի ենք իր կյանքը սենց խաղ դարձրել։ Ինչի ենք երեխու միամտությամբ հավատացել ինչ-որ անհեթեթ բաների, ինչ պատասխան ես տալու կասես։ Գիտես դու հիմա նենց չի, որ քո չծնված երեխուն այնքան շատ ես սիրում, որ հիմա եկել հասել ես տեղ։ Չէ, քո մեջ հպարտությունը դա խոսում։ Որովհետև քո երեխան Ադամյանների տանն է մեծանալու։ Այդ քեզ ցավացնում է, չէ՞։ Կպնում է արժանապատվությանդ։ Ես Ադամյան եմ։ Ես հպարտությամբ եմ կրում իմ ազգանունը։ Ու այս երեխան, ով հիմա իմ կրծքի տակ է մեծանում, ինքն էլ է Ադամյան։ Ու իր երակներով էլ է Ադամյանների արյուն հոսում։ Դիտավորյալ ես չէ՞ սենց բաներ ասում։ Ինձ ասում էր, եթե անգամ մեռնեմ, ոչ մի բան չես անի ու քո համար մեկ կլինի։ Հիմա լի ես եմ քեզ ասում։ Մեկ է իմ համար, թե դու ինչ ես զգում։ Արմոն իմ ամուսինն է։ Մենք ամուսնացած ենք։ Այս երեխան Արմոյի ազգանունն է կրելու։ Ու դու ոչ մի բան չես կարա անես։ Մի ժամանակ դու էիր ինձ ասում։ Եթե ինքնասիրություն ունենաս, կպտտվես ու կգնաս։ Հիմա ես եմ ասում։ Գնա։ Ու էլ երբեք հետ մի արի։ Դե որ այդ ասածներս անգիր հիշում ես, ուրեմն ես մի ասածս էլ ականջիդ օղարա։
Ինչ ուզում ես արա։ Գլուխդ որ պատին ուզում ես խփի։ Ում հետ ուզում ես ամուսնացի։ Բայց երախուս կողքը ամեն թափթփուկի որպես հեր չպահես։ Գետնի տակն էլ որ անցնես գտնելու եմ քեզ։ Ու այս աշխարհում չկան այնց մեկը, որ կարա կանգնի իմ ու իմ երախու մեջտեղում։ Ինձ թվում է շատ բարձ բացատրեցի քեզ։ Հայկ, սպասի։ Հայկ, սպասի։ Ինչ ա եղել, ինչ ես սենց բարկացած։ Փաստորեն էլի լեզու չեք գտել, ինչ եք վիճել։ Դու այսօր մոտն ես մնալու։ Հա, Դե, ուրեմն ինչ-որ բան որ լինի ինձ անպայման կասես։ դու գնում ես էլ չգաս։ Չէ, չեմ գա լուսոնա, բայց որ մի բան լինի, ասում անպայման ինձ կասես։ Կուզես ես խոսեմ Նարեի հետ, բայց հասկացի, որ դու էլ ես իրան շատ նեղացրել։ Նարեն էլ շատ վիրավորված է քեզնից նենց, ոնց առաջ դու էր իրենից վիրավորված ու ամեն կերպ փորձում էր դա ցույց տալ։ Լսի, Նարեն ինձնից վիրավորված է, նեղված է, ուրախ չի, էդ ինչ չի հետաքրքրում։ Ինձ այդ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինձ հիմա հետաքրքրում է մենակ իմ երեխեն։ Ու ես Նարեի հետ չեմ խոսում մենակ նրա համար, որ հանկարծ երեխուս կյանքը չվտանգվի։ Հասկացանք իրար։ Հենց մի բան իմանաս ինձ անպայման կասես։ Լավ կասեմ։ Լավ ես Նարե ջան։ Հա, բացի մեջքի ցավից ուրիշ ոչ մի կանգ չունեմ։ Լավ, հիմա բժիշկին կտեղեկացնեմ։ Ան, Բարև։ բարև, ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ եմ։ Ես գնամ ձեզ չխանգարեմ, հա, աշխատանքի մեջ եմ։ Լավ։ Նարե, ոնց ես։ Լավ եմ։ Նարե, դու ու Հայկը, Սոն խնդրում եմ, էլի Հայկի անունը մի տուր։ բայց Չէ, Սոն խնդրում եմ, Հայկի անունը մի տուր։ Կամ հարգի խնդրանքս կամ գնա տուն։ Ինձանից Հայկին տեղեկություն մի տուր։ Իրանից էլ ինձ ոչ մի բան մի ասա։ Չնայած վստահ եմ, ես էլ եմ իր համար մեկնած, ոնց որ ինքը իմ։ Նարե, երկուսը ձեր նեղացած եսն եք առաջ տանում։ Ու ամեն կերպ փորձում եք իրար պատժել ամենացավոտ ձևով, բայց չեք հասկանում, որ մեջտեղում ձեր չծնված երեխեն ա տուժում։ Հա, մամ ջան։ Ոնց ես բալես։ Լավ եմ, բայց շատ խառն եմ, մամ։ Այսինքն չես գալու տուն։ Բան ա եղել։ Չէ, ուղղակի Նարեի համար ուտելիք եմ պատրաստել, ուզում եմ տանեմ հիվանդանոց։ Դե հասկանում ես, հորդ էլ չեմ ուզում մենակ թողնել։ Հա, մամ ջան, պետք չի պապային մենակ թողնել։ Մի կես ժամ որ սպասես, կգամ նոր դու կգնաս։ Լավ, բալես, ապրես։ Այո, պարոն Ադամյան։ Չեկավ Արմոն։ Չէ, դեռ չի եկել։
Մի ժամից կլինենք այն խաղահրապարակում, որի հասցեն ուղարկեցի քեզ։ Հիշի, խոստացել ես, որ մոտ չես գալու, Լալա։ Ես ռիսկի եմ գնում, որ հիմա վստահում եմ քեզ։ Մի սխալ ու դու երախուն տեսնելու հնարավորություն էլ չես ունենա։ Ես մոտ չեմ գա, ես ոչ մի խնդիր չեմ ստեղծի, խոստանում եմ։ Ռուսաստանից ինչ եկել ես չեմ հասցնում դեմքդ տենամ։ Գալիս ես տուն, միանգամից գալիս ես քո սենյակ։ Չես ուզում մեր հետ շփվես։ Միքո դուք կապ չունեք։ Գիտեմ ախպերս, գիտեմ։ Բայց ինչ եկել ես, սպասում եմ, որ պիտի խոսանք։ Մենք շատ լուրջ թեմա ունենք խոսալու։ Սակոն։ Այկո ինչ իմացել եմ, որ այդ արը, ուզում եմ գնամ ծեծելով սպանեմ, որ սիրտս գոնը մի քիչ թեթևանա։ Բայց արանքում դու կաս, ու քո հետ պիտի անպայման խոսայի։ Գիտես ինձ ամենավերջին դավաճանն եմ զգում։ Գիտեմ հորս ով է սպանել, բայց Սակոն ողջ առողջ ապրում է։ Միքո ուղակի հիմա ձեռքու ոտքս կապված է։ Չգիտեմ ինչ անեմ։ Երեխուս հարցն է արանքում ու Նարեն էլ հիմա հիվանդանոցում է։ Հիվանդանոցում։ Ինչի։ Երեխուն կորցնելու վտանգ կա։ Հիմա պիտի Նարեն բժիշկների հսկողության տակ մնա։ Դու հասկանում ես իմ վիճակը։ Ինձ որ մնար հենց հիմա կգնայի ու կվառեի դրանց տունը։ Ինձ Նարեն էլ հետաքրքիր չի, ոչ մեկ հետաքրքիր չի Միքո։ Մենակ երեխուս հարցն է ինձ անհանգստացնում։ Ես դրանց պատճառով հեր եմ կորցրել, ընտանիք եմ կորցրել։ Հիմա էլ կարող է երեխուս կորցնեմ։ Նարեն չի դիմանա, եթե հորը մի բան լինի։ Դրա համար չեմ կարա գնամ ու Սակոին սպանեմ։ Ընկել եմ երկու քարի արանքը չգիտեմ ինչ անեմ։ Որ ասում ես Նարեն հետաքրքիր չի։ Իրոք հետաքրքիր չի։ Ես հիմա չեմ հարցնում, որ քեզ մեղադրեմ, ուղղակի ուզում եմ հասկանամ ինչ է կատարվում հետդ։ Դու հələ սիրում ես Նարեին։ Չէ։ Այդ չէ ավելի շատ հայի էր նման։ Ավելի լավ էր ոչ մի բան չասեր։ Ալո։ Բարև աբա։ Բարև Լալա։ Մինչև դու կբողոքես, որ զանգել եմ, ասեմ, որ շատ կարևոր բանի համար եմ զանգել։ Եթե հետը չխոսայի, սիրտս կկանգներ։ Ինչ ա եղել։ Կգուշակես, թե ուր եմ գնում։ Ես գուշակությամբ չեմ զբաղվում։ Գնում եմ երեխուս տեսնելու։ Այդ ոնց։ Սաթի հետ պայմանավորվել եմ, որ թեկուս հերվից կկարողանամ երեխուս տեսնել։ Խոստացել եմ, որ մոտ չեմ գնա, բայց արդեն սիրտս տեղից պոկվում է։
Չգիտեմ կկարողանամ կարոտը զսպել, որ չգնամ ու չգրկեմ։ Վախենում եմ, որ կարող է ինչ-որ բան փչացնեմ, բայց գիտեմ նաև, որ պատրաստ եմ ամեն ինչի, թեկուզ մի րոպե գրկեմ երեխուս։ Չես վախում, որ կարող է քեզ այնտեղ տահաճ տեսարաններ սպասվի։ Մտածում ես ինչ-որ բան կփորձեն գլխիս սարքել։ Ես ոչ մի բան չեմ բացառում։ Դե չգիտեմ, հասնեմ պարզ կլինի։ Լավ, էլ չեմ կարող խոսել անջատում եմ։ Դե սկեր մինչև մամա ուտելու մի բան կբերի։ Սոն, բայց ախորժակ չունեմ։ Հա բայց դու հասկանում ես, չէ՞ որ քեզ վիտամիններ են պետք։ Նարե, երեխեն չի ծնվել, բայց արդեն իր առաջ շատ խոչընդոտներ կան։ Ու ինքը իմ համար հարազատ է, ես չեմ կարողանում այդ մասին չմտածել։ Ինչ ա լինելու հենց երեխեն ծնվի։ Ես միշտ իր հետ եմ լինելու։ Ու իր ճանապարհին ստեղծված խոչընդոտները ես կհարթեմ։ Բա Հայկը։ Սոն, խնդրում եմ քեզ, էլի Հայկի անունը մի տուր։ Նարե ոնց Հայկի անունը չտամ, եթե Հայկը այդ երեխու պապան է։ Ու ինքն էլ նույն չափ իրավունքներ ունի, ինչքան դու։ Ոյ չես պատկերացնի ոնց եմ ես հոգնել այս խոսակցություններից։ Բարի օր։ Բարև մամ։ Ոնց ես բարես։ Բժիշկն ինչ ասեց։ Արդեն լավ եմ, ընդհանրապես մի անհանգստացի։ Հեշտ ես ասում մի անհանգստացի։ Այ որ հիմա երեխա ունենաս, կհասկանաս ինձ։ Եթե դուք մնալու եք, ես գնամ փոխվեմ հետ կամ։ Հա, դու գնա, ես Նարեի մոտ կմնամ։ Սոն, շատ շնորհակալ եմ։ Քո համար համով ուտելիք եմ պատրաստել։ Պիտի հիմա ուտես, քանի չի սառել։ Կարո։ Աստվածի։ Ոնց եմ ուզում քեզ գրկել։